Ես չեմ կարծում, որ մենակ իմ հաղորդման հիման վրա է, վստահ եմ, որ այնտեղ ուրիշ առիթներ եւ պատճառներ կլինեն, բայց այո, ես հաղորդում եմ ներկայացրել եւ լրիվ տրամաբանական եմ համարում, այսինքն եթե սպառնալիքը հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը կվերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրանց սեռական կյանքից, իրանց ընտանիքի, իրանց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվի հարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն եւ ինչ որ ձևերով փորձեն այդ հարցը լուծեն։ Հարգելիներս։ Ես ինչպես հասկացա, դուք եք ինչ-որ եթե սխալվում եմ, ուղղակի ես նենց ուշադիր չեմ հետևել, դուք եք իրենց ինչ-որ որակում տվել, որից հետո սկսվել է այդ փոխադարձը։ Չսխալ գիտեք։ Շատ սխալ գիտեք։ Այո, սխալ գիտեք։ Ես իրենց հաղորդումը չեմ նայում։ Իմ մասով սղագրությունը գալիս է, այն մասը, որը որ հայց ներկայացնելու համար ուղարկում են քաղաքացիական դատարան, այն մասը, որը որ քրեական տարապարունակում ուղարկում է այնտեղ։ Ինչ վերաբերում է իմ որակումներին, ազատ են թող դիմեն դատարան, ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում Կարինե ջան, ոչ նախկին նախագաների անկողին, ոչ իրենց ընտանիքի անդամների, ոչ իրենց մահացած ներողություն, ոչ իրենց մահացածների գերեզմանների մասին չեմ խոսում։ Ես զարմանում եմ, որ իրավապահները շուտ չէին այս խուլիգանական բանին արձագանք տալիս եւ նորից եմ ասում են բոլոր մարդիկ, ովքեր որ կփորձեն եւ կուզենան արդարացնել, թող իրենց վրա վերցնեն այն բաները, որոնք որ այդ երկու երիտասարդը իրենց թույլ են տվել, սկսած սպառնալիքից։ Օրեր առաջ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի դանակը հարեցին։ Մի տղան, որ դանակը հարվեց, մահացավ, մյուս տղան իր կյանքը կործանեց եւ գնաց բանդ, կդատվի եւ բան կանի։ Այսինքն ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն ենք ուզում ձևավորենք, որտեղ որ իրար վիրավորելը, ստորացնելը եւ ռազմորկեք անելը պետքա տեղ ունենան, ոչ դրանով պետքա զբաղվեն իրավապահները եւ զբաղվել են։ Շնորհակալություն։ Բայց այդ անկողին մտնելը որ ասում եք, չեք կարծում, որ ամեն դեպքում դա սկսել է վարչապետի մակարդակով եւ նա այդ Լսեք, նախ ոչ չի սկսվել դրանից, մեկ։ Երկրորդը մի բանա, երբ որ դու ինչ որ խոսում ես անձնական կյանքի մասին հոգևորականի եւ ասում ես, որ ուղղակի նա խախտում է իր հոգևոր երթումը եւ մեկ այլ բան է, երբ որ դու սկսում ես քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը։ Դա մեկ։ Երկրորդը ես կրկնեցի, կարևոր, ամենակարևոր է խոսակցությունից զատ, էմոցիայից զատ, վիրավորանք եւ զրպարտությունից զատ կա քրեական բաղադրիչ, երբ որ դու մեկին սպառնում ես։ Խոսքը դրա մասին է։ Եվ նորից եմ ասում, այո, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր որ խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, հարգելիներս, ոչ մի զարմանալու բան չկա ու մի զարմացեք։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանեն, որոշում են իրանք հաշվի հարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառում իրար տեսնում եւ դանակահարում են, այդ որ տենց վրթովում էիք բոլորդ, ասում էիք, որ այսինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չէի կարող չդիմել եւ դիմելու եմ լավ եմ արել, բայց պետք է